Աշխարհը փոփոխվում է եւ Հայաստանի որպես միջազգային քաղաքականության սուբյեկտի դերը բարձրանում է։ Ինչքան եմ ասել, աշխարհաքաղաքական կշիռը բարձրանում է։ Եվ ես համեմատության համար ասեմ մի բան։ Այն Թրամփի ուղին որ կա, չէ՞, կոնկրետանանք Մեղրի այդ Նախիջևան այդ հատվածը ուղիղ 42 կիլոմետր, աշխարհում եք ասում եմ, հերիք է տարբեր տվեր ասեք, 42 կիլոմետր է դա, ուրեմն ինքը այն արժեքն ունի, մոտավորապես, ստրատեգիական իմաստով, եթե այն նախագծերը պիտի իրականան ինչ-որ նախատեսում է և իրականանան ինչ-որ Ջիբրալթարը, Ջիբրալթարը ընդհանուր 14 կիլոմետր է, որ իրարից բաժանում է Ասիան, Եվրոպան, Աֆրիկայից և անգլիացիները պին նստել են ընդեղ։ Մենք պին նստել ենք Մեղրու այսպես կոչված Միջանցքի վրա, Թրամփի ուղի, որը վերածվեց, և այստեղ դաշնակցային հարաբերություն։ Հիմա Միջանցքի թե ուղու վրա ենք նստած։ Միջանց չկա, հանենք այդ բառը, էլի։ Եթե Միջանցք ուղի ենք հասկանում, կարող եք ասել, բայց քանի որ շահարկում են, ուրեմն ուղի ասենք, բայց նաև պաշտոնական անունն է, ուղի, չէ՞։ Ուրեմն մենք պին նստում ենք հիմա, և այստեղ մեզ օգնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և այլն, և աշխարհաքաղաքական փոփոխությունների ամբողջ ընթացն ու տրամաբանությունը, սա օբյեկտիվ է։ Այս պայմաններում Ալիևը ինչ պիտի անի, պիտի հարմարվի նոր իրողության, չի կարող։ Ընդ որում Ալիևն էլ է հայտարարել, չէ՞, երբ հայտարարությունը հենց ինքն արեց։ Ինքը ուրեմն մի վիճակի մեջ է, որ ինչպես են ասում, էլի կներեք, ես ուղղակի մեկ ստիված մարդ, ժողովրդական խոսք պիտի ուրեմն բերի, այսպես, իրա թքածը պիտի լիզի, իրեն հասնում է նաև, ասեմ, որտեղ նա հիշեք պատերազմը, ինչ վիճակում էր, այն ձեռը, և նույնիսկ ես Գավհարովա է, ինչ իրենց մեջլիսի բան, այն կնիկը, որ ասում էր կուլակը երկաթյա չմոռանաք հայեր երբեք։ Հիմա կուլակ այդ երկաթյա այդ բանը վերածվել է ուրիշ կագուղմի բանի, կավի է վերածվում, համաշխարհային իրադրության, մեր ներքին զարգացման հնարավորության, Ռուսաստանի փրփուրը բերանին հեղաշրջում չկարողանալու ռևանշիստների ճամփով, որոնց դուք ընդդիմություն եք համառորեն անվանում և վատ բան եք անում, բոլորդ, ռևանշիզմը պիտի դիտվի որպես ռևանշիզմ, այսինքն ռուսական սեգմենտը, ձեզ չեմ նեղացնում, տերմիններ պիտի ճիշտ օգտագործել, և նաև ինչ ասեմ, որպես ձեռքբերում ասեմ, Հայաստանի Հանրապետության էլիտար մի մաս է առաջացել, պարզ է դա վարչապետի շուրջ է հավաքված այս կամ այն կերպ, լինի ԿԲ-ից, լինի կառավարության մեջ, լինի թե որտեղ, նրանք ովքեր Հայաստանի Հանրապետության անկախություն այս դաժան տարիներին պահեցին։ Սա ուրեմն տիրապետել է միջազգային քաղաքականության արվեստին, նա խաշվել է կարողանում բալանսը, ես իշքան եմ ասել, բալանսը հաշվապահի աշխատանքի նման էլի, ճշգրիտ կարողանալ հաշվել և որոշումները ուշադիր լինենք, կայացնել տեղին, ժամանակին և անսխալ, որտեղ դուք կարող եք սխալ հաշվեք, որոշումը կայացնեք, աղետի ենթարկվեք։ Հիմա մեր ժողովուրդը այլևս այսօր ունի կայացող ռազմաքաղաքական էլիտա, որին անվանում են ստրատեգիական էլիտա, և դա ՔՊ-ով չի։ Ես ուզում եմ, այդ որ անընդհատ ՔՊ-ն շրջանառվում է, սա ռևանշիզմից դուք չէ, այս տրված մի գաղափար է, որպեսզի կառավարող կուսակցությունը, որ ընտրություններում ստացել է ձայներ, մեկուսացվի, ինչ նշանակում ՔՊ, ինչու ՔՊ։ Իրենք էլ ստացել, վաղը կարող է լինել, չգիտեմ, ՔՄ եւ այլ։ Ուզում եմ ասել, որ ահա այս գործոնները, երբ որ գումարում հանում եք, կա ուրեմն կնում են խորքը որտեղ է։ Ես շատ եմ ասել նաև այստեղ ժամանակին, հիմա կրկնեմ հիշեցնեմ։ Նենսի Փելոսին, երբ Հայաստան եկավ, հիշեք վստահաբար, ինքնաթիռում հայտարարեց, որ ժողովրդավարությունը Վաշինգտոնից Ամերիկայից շարժվում է դեպի Ուկրաինա, Ուկրաինայից Թայվան, Թայվանից Հայաստան։ Ես այդ ժամանակ վերլուծելով այդ
խոսքի իմաստը նաև որովհետև ես ցանկանում էի, բայց վստահ էի տեսնում էր Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխություն կա Ամերիկայում, դեռևս չնկատվող, սկզբից ստորջրյա։ Ինչն էր, ես ասացի, որ այո, Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը, բայց Միացյալ Նահանգները առաջին հերթին առաջացնում են ժողովրդավարության պատնեշ, որը Բարենցի ծովից Արաքսի հովիտ է ձգվում, Մեղրու, այս Մեղրի, Արաքս գետը, Բարենցի ծովը, այնտեղ Ֆինլանդիան է, Մերձ Բալթյան պետություններն են, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստանը տատանվում է Հայաստան, այս այն վալը, որը առաջանում է այդ հայտարարության հիմքի վրա, պատնեշը։ Եվ այստեղ հիմա դասեք Ալիևը, Ալիևը այսպես է, որպես ռազմաքաղաքական, աշխարհագրական գործոն կա, բայց որպես ժողովրդավարություն չկա։ Քանի որ ժողովրդավարություն չկա, խորքի մեջ։ Ես իշքան եմ ասել, մեր արևելագետներին առաջարկում եմ ուսումնասիրեն։ Ինչ է դա, ինչ ռեժիմ է, սուլթանական է, ավտոկրատ է, որտեղ այս բաները ճշգրիտ անուններ ունեն, տերմիններ ունեն, ես գտնում եմ, որ դա եւ հայտարարել եմ աշխարհում եք, դա ուրեմն քրդական աշիրատ պետությունն է թուրքական ռոզդիվով, թուրքական։ Ինքը այդ ընտանիքը, Ալիև ընտանիքը մաքուր քրդեր են։ Հիմա ես առաջարկում եմ ուսումնասիրել իր միջավայր, գլխավոր պաշտոնները, տնտեսական եւ այլն միջավայրում, գիտեք, երևի 10 չափով քրդեր են, խոշոր, բայց իրենք թուրքի տակ են ներկայանում։ Դե սա բան է։ Այսինքն այսպեսի մի հիբրիդ իշխանություն է, որ ավտոկրատ է։ Չեմ ասում էլ մնացած է, որ տոտալիտար է եւ այլն, ավտոկրատ իշխանություն է։ Եվ սա խաղում է։ Ես հիշեցնում եմ հետեւյալը, ուրեմն մեր վարչապետի ամեն մի քայլին մազում անանեղ որոնող ռևանշիստներին, որոնք վստահ են, որ նախանձնական նախանձություն ունեն, երկրորդը Մոսկվայի հանձնարարություն են կատարում, վարկապեկելու անընդհատ։ Հիշեք Ալիևը ինչ ասեց։ Հիմա Ալիև այդ դուք ասում եք նվեր չի տալիս, այդ դեպքում ոչ մի նվեր չկա, ոչ մեկը ոչ մեկին Ամերիկան էլ մեզ նվեր չի տալիս, մենք էլ չենք տալիս։ Հիմա Ալիև ինչ է ասում։ Հիմա տեսեք հիշեցնեմ, դե թողեք ասեմ։ Սպիտակ տանը ինչ ասեց Թրամփը Ալիևին կանգնեցրեց, այդ տղա ասեց, քանի տարի է կառավարում ես։ Նայել ասես 22։ Մահ է։ Այսինքն ինչպիսի ավտոկրատ է լինի ինք անձը Թրամփը եւ դա Արևմուտքն Ամերիկան է ավտոկրատիա էթնիկական զտում այս ամեն ինչը եւ եկել է մեկը որպես այսինքն իզգոյ է ես այդ ժամանակ եւ դրան շուտ հայտարարել եմ պնդում եմ որ Ալիևը իզգոյ է վերածվում մենակ այդ իր ուժը չի եւ հայերի վրա իր ազդեցությունը չի որ կա աշխարհում հիմա մի խոսքով այս պայմաններում բալանսը փոխվում է բալանսը եւ այդ հաշվեկշիռն է փոխվում հաշվեկշիռը բերում է հավասարակշռության նոր վիճակի որտեղ Հայաստանը դառնում է բաղադրիչ, նորից ինքնուրույն պետություն, Արցախյան այդ վիճակով ուրիշ է, հիմա ուրիշ վիճակ է եւ ահա մենք հավասարակշռության նոր վիճակի ենք գալիս